Արա դու գիտեք ում կխինեք պռանկ անում էй Կարող եք գիտեք մանիկեն եմ կպցրել եք պոլին գյոզալ կոշիկներս էլ վարի գնաց Արա հատած կտնելու եմ սաղիտ ու պատժեմ Պաշելու եմ արա Պաշելու եմ Պաշելու Ոյես սիրար, տեսա դուք ձեր հալը կտեն ակար Այ բաչո Կաղ բերել ես այդ պամադեն պետք լինի աշկի մատտեր կվերցնի Նեսա վաչո ձյան դառնում է վաչո ձյակ Գնացի Ավրելակ Արա, ես գիտեք չեմ բրնելոս ես, հա? Վաչո ձա ես ինչ որ դու ես մտածում Ինչ է ճակա Խնդրում եմ էլի վաչուձը մենակ մի խփի էլի խնդրում եմ Էդ էր մնացը պակաս ես ես խպեի Հիմա էր զանգեք թեժգից ասեք զեյթոնցի պահակ վաչոն աշագետ է տպում Լրանոն էլ ինչ ասես նկարեն, կոմեդեն էլ ինչ ասես գրեն Ընկեք տնորոնի սեյնա կարեցա ուժս կինոն նոր այս կսում ընկեք առաջը լարա Սաղ կանգարի ժողովուրդը նայում ղժում էին վրես Ինչ աշկս երկու վարկյան կպել էր աթորով տարեդրել էին կանգարում, մարդիկ գիտեին բոնժեմ Ես պանադել էլ բերել էի, որ պրշմրշներես կսեի, խայտըրը կլնեի քուչում Ես պանջում եմ շտապ ես իրեքին էլ դպրոցից հեռացնեք Ինչ եք բերաները ջուր առել կանգնել, ճիշտ է ասում Վաչոձյան Հա, պարոն տնօրեն, ճիշտ է ասում Բայց եկեք չմոռանանք, որ մենք է տարել ենք այն ժամանակ, երբ որ Վաչոձյան մուտքի դրան մոտ քնած ա եղել Ընդհանրապես ինքը միշտ քնած ա Ով երբ ուզում գալիս դպրոց գնում է Բա դրան ինչ կասեք Վաչոձյանի աշխատանքային ժամին քնում ես Ով ես Դե ախր պարան տնօրեն դե բոլորս էլ մարդ են գիշերները սերիալ ենք նայում Հիմա ցերեկա աշկս մի վարքյան կպել էր հիմա ինչ անենք Վայ Էլ չի կրկնվի Ուրեմն ուշադիր լսի Վաչոձյան Մյուս անգամ քեզ աշխատանքային ժամին քնելուց տեսել եմ հեռացնելու եմ դպրոցից ոչ մի ներում չի լինելու այս անգամ Եղավ պարոն տնօրեն Խոստանում եմ ով քնի թող չհելնի Բայց մի պայմանով Այս իրեքին մի հատ խնդրում եմ պատժես էլի Ես հեսա իրանց կպատժեմ դու ստեղ սպասես ա գալիս եմ Առաջ ընկեք արագացրեք անցեք արագացրեք Արագացրեք միան արագ Ապրեք տղեկ ջան այս դեպքից հետո հաստատ Վաչոձյան էլ չի քնի Բա մեր կիսամյակները Հա ձեր կիսամյակները Սովորեք փակեք գնացեք հիմա արագ գնացինք արագ Շու պապ Սիրելիներս, այսօր մենք ուսումնասիրենք Մենդելեևի աղյուսակը։ Կա ինչ-որ մեկը, որ գիտի, թե ով է եղել Մենդելեևը։ Եթե ճիշտ եմ հիշում, ռուս գրող է եղել Ալեքսանդր Սերգեևիչ Մենդելեև։ Հարութ, կարող ես ասել, ինչի, ես պետք է քիմիայի դասաժամին, ցիտեմ ռուս գրողի անուն ազգանուն։ Ինչ իմանամ, ընկեր Գասպարյան, թե դուք ինչի եք քիմիայի ժամին ռուս գրողի անուն ազգանուն ցիտում։ Լսիր տգետ։ Մենդելեևը ռուս գիտնական եւ քիմիկոս է, ով ստեղծել է քիմիական տարրերի աղյուսակը։ Բա որ գիտեք ինչի եք մեզ հարցնում։ Որ տեսնեի, թե ով գիտի ձեզանից։ Ես գիտեմ, ասեմ, Մենդելեևը ռուս գիտնական եւ քիմիկոս է։ Հարութ, խնդրում եմ լուռ մնա եւ նստիր։ Ոնց ասեք, ընկեր Գասպարյան։ 1869 թվականին Մենդելեևը ստեղծեց քիմիական տարրերի պարբերական աղյուսակը, որտեղ յուրաքանչյուր քիմիական տարր ունի իր տեղն ու նշանակությունը ըստ ատոմական զանգվածի։ Գեր Գասպարյան իսկ ճիշտ է, որ Մենդելեևը աղյուսակի երազում տեսել է, հետո արթնացել ու գրել է ամբողջը։
Իրականում աղջիկը շատ գիտնականներ ասում են, որ Մենդելեևը իրոք տեսել է երազում, բայց շատերն էլ ասում են, որ դա վարկած է։ Դե ասեք Մենդելեևը ծույլիկ է էլի եղել։ Երազում ինչ-որ մեկի տետրից աղյուսակը նայել է, հետո արթնացել ու արտագրել է։ Տղա ջան, դու ընդհանրապես մտածում ես խոսելուց առաջ։ Չնայած քեզ որտեղից ուղեղ, որ մի հատ էլ մտածես։ Լավ։ Ես հիմա գրատախտակին կգրեմ բոլոր քիմիական տարրերը, դուք կարտագրեք տետրի մեջ եւ մյուս դասին անգիր սովորած կգաք։ Հարուտ շուտ գնա մարկեր բերելու։ Հա բայց ինչի ես ես։ Որ գոնե ինչ որ բանով օգուտ տաս մեզ։ Գերգասպարյան, իսկ աղյուսակում քանի քիմիական տարր կա։ Աղյուսակում կա 118 քիմիական տարր, որոնք ըստ ընդհանուր հատկությունների բաժանում են 3 հիմնական խմբերի՝ մետաղներ, ոչ մետաղներ եւ կիսամետաղներ։ Իսկ պարբերական աղյուսակում տարրերը բաժանվում են 18 խմբերի՝ ալկալիական մետաղներ, հողալկալիական մետաղներ, հալոգեններ, ակտիվ գազեր։ Գերգասպարյան, ձեր դասարանի հարութը աստիճաններն էր իջնում։ Գիտեմ, ես եմ իրեն ուղարկել մարկերի ետևից։ Չէ, մինչև վերջ լսեք, հարութը վազելով աստիճաններն էր իջնում, հետո միամիտ ոտքս այթակեց, եւ մինչև առաջին արկը գլորվելով իջավ, ամբողջ դեմքը արյունը, հաստատ կոտրվածքներ են ունի։ Բոլորը նրան առաջին օգնություն են ցուցաբերում, մինչև տոп օգնությունը հասնի։ Գերգասպարյան, բա հիմա ինչ ենք անելու։ Ինչ պետք է անենք, Տիգրան ջան։ Մարկերի ետևից կգնաս դու։ Բայց ինչի ես ես։ Արագացու, լավ գնա, հեսա դասին կավարտվի։ Խնդրում եմ, դու ինչ ես այստեղ կանգնել, տղա ջան, գնա քո դասարան։ Դուք էլ գրեք, արտագրեք, հեսա ես այստեղ կգրեմ։ Երազում ես դառնալ դերասան, ուրեմն քո ընտրությունը մեկն է։ Trio Studio-ն, որը հիմնադրվել է 2012 թվականին Գրիգոր Դանիելյանի եւ Ռիփսիմե Ելինյանի կողմից, արդեն երկար տարիներ կրթում եւ պատրաստում է պրոֆեսիոնալ դերասանների։ Մեր մեծ ընտանիքի կազմում են հազարավոր սաներ, ովքեր ոչ միայն ստացել են որակյալ կրթություն, այլև մասնակցել են տասնյակ մեծ համերգների, ելույթ են ունեցել Հայաստանի ամենամեծ բեմերում, սիրված եւ ճանաչված դերասանների եւ երգիչ-երգչուհիների կողքին։ Դու ես այդ ցողոլ։ Ես կծորն եմ։ Նկարահանվել են մեր ստուդիայի ստեղծած հեռուստանախագծերում, ինչպիսիք են Popcorn հումորային սկեթչ շոու, Emoji մանկապատանեկան սկեթչ շոու, 8-ից 1-ը Blue Microphone, Mashup by Trio Studio, երաժշտական նախագծերում։ Դեպի ճամբար սիթքոմում, որն ունեցել է 4 եթերաշրջան եւ ցուցադրվել Արմենիա հեռուստատեսությամբ։ Դեպի ճամբար հատուկ ջոկատ գեղարվեստական ֆիլմում, որն ունեցել է 100 հազարավոր հանդիսականներ։ Մեր սաները փայլել են նաև ամենահիթային հեռուստանախագծերում, ինչպիսիք են Full House, Surprise, Fake Mama, Fake Papa, ինչպես նաև մասնակցել են մի շարք այլ հեռուստանախագծերում եւ ֆիլմերում։ Մեր սաները փայլել են նաև հումորի լիգայում, ուրախների հնարամիտների ակումբում, որտեղ գրանցել են հաղթանակներ։ Եթե ուզում ես դառնալ մեր մեծ ընտանիքի անդամ, սովորել, ելույթ ունենալ եւ նկարահանվել հեռուստանախագծերում, զանգահարիր 093 834 835 կամ այցելիր Պարույր Սևակ 47։ Ինչ ա եղել, բալես։ Մամա, ինչի դու տարակ գազանանոց, իսկ Վարամիկին տարակ։ Որովհետև Վարամիկը մեծ է, իսկ դու փոքր ես։ Մամա, ես ուզում եմ գնամ գազանանոց, հենց հիմա ինձ տար գազանանոց։ Բալես, գազաններին տեսնելու համար պարտադիր չի, որ դու գնաս գազանանոց։ Էդ ոնց, մամ։ Էս պաղպաղակը կեր։ Ու արի գնանք ցույց տամ։
Բալես նայ այն շենքին, տես, օրինակ, երրորդ հարկում ապրում է մայր գորիլան, ով ամբողջ օրը գոռում է հարևան գազոնների վրա։ Իսկ բակում տեղակայված են ուղտերը, ովքեր ամբողջ օրը թքում են գետնին։ Մամի, դե մի շենքում առյուծ կա։ Հա, բալես, առյուծ կա, բայց մեր առյուծը շատ ունիկալ առյուծ է։ Պետք է մի քանի բաժակ խմի նոր դառնա առյուծ, թե չէ մինչև խմելը ուլեր։ Ինչ հետաքրքիր է, մամ։ Դե բալես, դու նայի, պապային կեկան, գնամ դուռը բացեմ։ Մամ ջան, ես եկաք։ Բա ուր են թորոտ ու փեսետ։ Գնամ քնեմ։ Մամ, հո բան չի եղել։ Գնամ քնեմ։ Վահա։ Աջան, Ես դու գնացել եք կենթանաբանական այգի, թե պանիխիդա։ Մամաս խիրս ես տխուր։ ես իմ կյանքս առավոտից մի տեսակ անտրամադիր էր։ Ասում եմ կարող է էլի ճնշումնա։ Սոված ենք, գնանք հազդիր ուտենք էլի։ Վարամիկ ջան, մինչև հացը լինի հլը պատմի, ոնց անցավ։ Շատ լավ, մամ։ Լիքը կենդանիների հետ ծանոթացա։ Ահա, իսկ ինչ որ արտասովոր բան չի եղել։ Հո, եղել է։ Այգու փիղը կնճիթով գնդակ էր խաղում։ Ուրիշ բան չի եղել։ Ուրիշ օրյուծը 2 մետր բարձրությունից միսը բռնեց ու կերով մի շնչով։ Բալես ես տատիկի համար էի հարցնում, ինչի է տատիկս ես ջղայնացած։ Հա, դու այդ նկատի ունես։ Նայ, մամ, սկզբում ամեն ինչ շատ լավ էր։ Մենք գնացինք արջերի վանդակի մոտ։ Հետո Հետո տատիկը պատմեց արջերի մասին, որ իրան գիշատիչ կենդանիներ են ու ձմռանը խորը քուն են մտնում։ Հետո ասեց, որ իրանք անտառի ամենահսկա կենդանիներից են ու մեղր են շատ սիրում։ Բալես արի արջերին մոռանանք, հա։ Հետո մենք գնացինք զեբրերի վանդակի մոտ։ Տատիկը ասեց, որ զեբրերը սև են սպիտակ գծերով, իսկ պապան ասեց սպիտակ են սև գծերով։ Բա հետո Հետո այգու աշխատակիցը մոտեցավ ու ասեց, որ ոչ մեկն էլ ճիշտ չեն։ Վանդակի հետևում ընձայրուցներ են կանգնած։ Ու դրա համար տատիկը ջղայնացած եկավ տուն։ Չէ, մամ, տատիկը դրա համար չի բարկացել։ Տատիկի բարկությունը կապված է օձերի հետ։ Օձերի։ Հա, մամ, ամեն ինչ շատ լավ է մինչև այն պահը, երբ մենք մոտեցանք օձերի վանդակին։ Հա, պապատ փաստորեն անտակտ կատակա, հա, արել տատիկի վերաբերյալ, համեմատել է օձերի հետ։ Չէ, մամ, պապան տատիկին ուղղակի բրդեց ու գցեց օձերի վանդակը։ Վահան, դու մեռար։ Այստեղ հլար հիմա։ Դու մենակ դնել տատիկ մոց օձերին ֆշշում։ Սիրելի աշակերտներ, իմ ձեռքում են գտնվում ձեր կիսամյակի ճակատագրերը։ Կգնաք տուն ու շատ լավ կպատրաստվեք վաղվան։ Կկրկնեք կիսամյակի ամբողջ անցածը, որովհետև հենց այս գրավորներից են կախված լինելու ձեր իսկ կիսամյակային գնահատականները։ Ընկեր Մամիկոնյան, իսկ այդ թեստային աշխատանքի մեջ ինչ հարցեր են լինելու։ Շատ դժվար հարցեր են լինելու, Սուրեն ջան, շատ դժվար։ Դե լավ էլի, ամբողջ կիսամյակի անցածը սովորենք, որ ընդամենը 20 հարցի պատասխանենք։ Ամբողջ կիսամյակի անցածը պետք է շուտ սովորած լինեիր, որ հիմա հարցերի մասին չմտածեիր։ Քեզ ով խոսքի իրավունք տվեց այդ թեմույց պատվիրած գերազանցիկ։ Ավելի լավ է թեմույց պատվիրած գերազանցիկ լինեմ, քան կեսպես տափակ ու բթամիտ։ Էսա բութ մատս կմցնեմ աչք։ Վայ մի հատ հանգստացեք։ Կռիվանելու փոխարեն եկեք հասկանանք, թե ոնց ենք իմանալու ինչ հարցեր են լինելու։ Ես մտածելու բան չունեմ։ Հեսա հարցերի բոլոր պատասխանները ChatGPT-ով կարտագրեմ։ Դու մտածելու բան չես էլ կարող ունենաս, որովհետև ուղեղ չունես։ Ոնց ենք հարցերի պատասխաններ ունենալու, եթե հարցերը չունենք։ Հա, բայ, այդ մեկը չէի ֆայմը։ Մի հատ վերջ տվեք իսպանիկային։ Ես կգնամ ու Մամիկոնյանից այդ տեքստերը կվերցնեմ։ Ու ոնց։ Հեսա կիմանեք։ Ալո, բարև ձեզ։ Ինձ ձեր ամենալավ հեռախոսներից հապելի։ Առաքում ունեք, չէ։ Դե ասցեն ասեմ առաքեք։
Ընկեր Մամիկոնյան ջան, կարելի է։ Արի Ղարիբ։ Ընկեր Մամիկոնյան ջան, ասում եմ ես 9 տարի է, ինչ դուք մեր դասղեկն եք, ու մենք այդ 9 տարիների ընթացքում ձեզ ինչ որ արժեքավոր բան չենք նվիրել։ Նենց որ այս հերոսը մեր դասանի կողմից ձեզ։ Վայ, ապրեք շատ Ղարիբ ջան, շատ շնորհակալ եմ։ Դե հիմա ազատ ես, կարաս գնաս։ Ընկեր Մամիկոնյան ջան, ասում եմ ոնց որ այս հերոսը մենք ձեզ այնքան էլ ուղակի չենք նվիրել, էլի։ Այսինքն։ Դե այսինքն ոնց որ մենք ձեզ հեռախոս, դուք մեզ թեստայինի հարցերը։ Վայ, հայ իհարկե Ղարիբ ջան, հիմա կտամ։ Այս փաստորեն կաշառք չի վերցնում, հա։ Լավ չի։ Շատ էլ լավ է։ Ամբողջ տարին ոչ մի գիրք չեք բացում, հիմա էլ ուզում եք կաշառքով գնահատական ստանաք։ Ձենդ կտրի արա։ Ես ազատ խոսքի իրավունք ունեմ։ Երբ ուզեմ, ինչ ուզեմ կխոսեմ, լավ։ Ես էլ ազատ ոչի իմ շամարտ եմ պարապում։ Երբ ուզեմ գլուխդ կճաղեմ։ Լավ էլի, մի հատ վեճ տվեք, թողեք մտածենք ինչ ենք անելու։ Մտածելու կարիք չկա։ Ես արդեն մտածել եմ։ Սպասեք, հեսա թեստերը կբերեմ։ Ընկեր Մամիկոնյան, տնօրենը ձեզ շտապ իրա մոտ ա կանչում։ Ասես լուրջ բան ա եղել։ Վայ, տեսնես ինչ ա եղել։ Բայց հələ մի րոպե։ Տնօրենը արձակուրդի մեջ ա։ Հələ դու այդ ըխմարին տեսե։ Իա, Ժիրայր ջան, այսօր ես գնում։ Ընկեր Մամիկոնյան, թեստերը մոռացել էի, եկել է ձեզ տայի։ Վայ, Ժիրայր ջան, շատ շնորհակալություն։ Ընկեր Մամիկոնյան, ես կարող եմ գնալ։ Սպասի հեսա կգնաս Ժիրայր ջան։ Ասում ես քեզ դուր շպրտեց, թեստերն էլ հետը տարավ, հա։ Վերջ, մենք էլ բարձր գնահատական ստանալու ոչ մի շանս չունենք։ Այդ դուք շանս չունեք։ Ես իմ սեփական գիտելիքներով բարձր եմ ստանալու։ Եթե դու մի բառ էլ խոսացիր, ես իմ սեփական ուժերով քեզ այս բարձր հարկից ներքև կգցեմ։ Դե հերիք ա էլի, թողեք մտածենք ինչ ենք անելու։ Ես մտածել եմ ինչ կարանք անենք։ Ում դուխը կերիքի որ հետ ես գա։ Ես կգամ։ Գնացինք։ Հիմա չէ։ Գիշերը։ Ամպեր, բա որ բռնվեցի ճիշտ պետք է անենք։ Եթե ամեն ինչ մեր պլանավորածով անենք, չենք բռնվի։ Բա որ բռնվենք։ Հանգիստ տեղի, եթե բռնվենք է, դիմակներով այնպես չի ճանաչի։ Լավ արագած շուար։ Ով եք դուք։ Ինչ եք ներխուժել իմ բնակարան։ Մենք գողեր ենք, եկել ենք քեզ թալանենք։ Վայ, ինչ ուզեք կտամ։ Փող, ոսկիներ, ինչ ուզում եք տեղը կասեմ, մենակ խնդրում եմ ինձ մոտով չկպնեք։ Մորքուր ջան, մեզ փող ու ոսկիներ պետք չի։ Դա լավ ասա, թե մեր թեստային աշխատանքները որտեղ ես դրել։ Այդ ախմարներ, այս դուք եք։ Չէ, ընկեր Մամիկոնյան, մենք չենք։ Հələ սպասեք, մի րոպե։ Թե ամեն բան քեզ թվում է կախարդանք Չես հավատում քո աչքերին, դա կոչվում է զարմանք Եթե քո սիրտը բաբախում է շատ արագ Դա վախն է դու պիտի հաղթահարես նրան արագ Եթե ուրախ ես երջանիկ ես ու անհոգ Դու մի զսպիր էմոցիաները ծիծաղիր լիաթոք Եթե աչքերդ արցունքոտ են, բայց ցավ չկա Ուրեմն դու հուզվել ես նեղվելու կարիք չկա Էմո էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք Էմո էմոջի, էմո էմոջի, էմո էմոջի Մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի Երգը որ տակ պիտի պարենք
աչքը ուրիշի ունեցած կինը դու նախանձես Չգիտես քո կինը մոռացիր են ինը չէ որ առաջինը ու կարևորը Որ ուրախանց կասնես քո ամեն օրը Ու ինչքան էլ կողքից խանգարեն Ու ինչքան էլ քո վատ ուզեն Չընկճվես չտխրես չնեղվես պետք է դու գիտակցես Որ մնաս նույն բարին չես հանդիպի չարին Դու լավ կանես լինես բարի ու կամեցող Որ քո մասին մարդիկ խոսեն միշտ հրճվանքով Դու միշտ հիշիր որ գլխավոր զգացմունքը սեն է Էմոցիաներդ մի զսպիր արտահայտվիր Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երկը որ տակ պիտի պարենք Էմոջի, էմոջի Emoji, emoji Emoji, emoji Emoji, emoji Emoji Էմոջի, մի ամաչիր Քո զգացմունքները ճանաչիր Մի հարաչիր ու քո ընկերներին կանչիր Ու թող հնչի երկը որ տակ պիտի պարենք Էմոջի, էմոջի Մի ամաչիր